Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Մերձավոր Արևելքում 12-օրյա պատերազմը անսպասելիորեն happy end է ունենում։ Ըստ ամերիկյան կողմի Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմական գործողությունները ավարտվել են։ Միևնույն ժամանակ Հայաստանում կարծես քաղաքական դաշտում իրավիճակը գնալով ավելի է սրվում։ Սամվել Կարապետյանը շարունակում է բաց նամակների տեսքով բանտից քաղաքական ծրագրային դրույթներ հրապարակելը, իսկ իշխանություն եկեղեցի առճակատումը չի մարում։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես Իրանի կողմից կատարում գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծելուց հետո թվում էր Մերձավոր Արևելքում պատերազմը կրակի նման արագ կտարածվի եւ նորանոր երկրներ կընդգրկի, սակայն կարծես թե ամեն ինչ ավելի երջանիկ ավարտ է ունենում։ Իրանի կողմից կատարում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումից հետո ամերիկյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ Իրանը նախազգուշացրել է Կատարին ԱՄՆ բազայի վրա առաջիկա հարձակման մասին զոհերը նվազագույնի հասցնելու համար եւ որ ԱՄՆ նախագահ Թրամփը չի պատրաստվում պատասխանել Իրանի հարձակմանը։ Ավելի ուշ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հաստատեց, որ Իրանը նախազգուշացրել է Վաշինգտոնին առաջիկա հարձակման մասին ու շնորհակալություն հայտնեց Թեհրանին նախազգուշացման համար, որը թույլ է տվել խուսափել զոհերից։ ԱՄՆ նախագահը գրառում է կատարել, նշելով, որ Իրանի հարվածներից վնասը նվազագույն է եղել եւ ոչ մի ամերիկացի չի տուժել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանին, որ նա մեզ նախապես զգուշացրել է, ինչը թույլ է տվել խուսափել զոհերից ու վիրավորներից։ Հնարավոր է Իրանը այժմ կարողանա շարժվել դեպի խաղաղություն եւ ներդաշնակություն տարածաշրջանում եւ ես խանդավառությամբ կոչ եմ անում Իսրայելին անել նույնը, գրել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաեւ հայտնել է, որ Իսրայելը եւ Իրանը գրեթե միաժամանակ դիմել են իրեն օգնելու դադարեցնել հակամարտությունը եւ խաղաղություն հաստատել։ Խաղաղությունը եւ Մերձավոր Արևելքը իրականն են, իրական հաղթողներն են, նշել է նա։ Երկու երկրներն էլ ունեն մեծ սիրո, խաղաղության ու բարգավաճման ապագա, նրանք այնքան շատ բան ունեն ձեռք բերելու, բայց այնքան էլ կորցնելու, եթե շեղվեն արդարության եւ ճշմարտության ճանապարհից, զգուշացրել է ամերիկացի առաջնորդը։ Իսրայելի եւ Իրանի ապագան անսահման է ու խոստումնալից, Աստված օրհնի նրանց, հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ Իսրայելը եւ Իրանը լիովին պայմանավորվել են, որ կլինի ամբողջական զինադադար։ Թրամփի խոսքով առաջիկա ժամերին Իսլամական Հանրապետությունը առաջինն է դադարեցնում կրակը, 12 ժամ անց դա կանի արդեն հրեական պետությունը։ Միևնույն ժամանակ NBC News-ը որոշ մանրամասներ է բացահայտել, թե ինչպես է ԱՄՆ նախագահը դադարեցրել պատերազմը։ Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի մասին հայտարարելուց առաջ Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, պահանջելով դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, քանի որ Թեհրանը արդեն զգալիորեն թուլացած է։ Հղում է, ասում է լրատվամիջոցը հղումանելով Սպիտակ տան իր դիվանագիտական աղբյուրներին։ Այլևս ոչ մի պատերազմ, ոչ մի մարդ, իրանցիներ զգալիորեն թուլացել են, ըստ հեռուստաալիքի նշել է Թրամփը։ Վարչապետ Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հաստատել է, որ Իսրայելը հասել է իր նպատակներին Իրանի դեմ առյուծի ապստամբություն գործողության շրջանակում եւ համաձայն է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ ու ընդունում է հրադադարը։ Գործողության ռազմավարական նպատակներին հասնելու կապակցությամբ ու նախագահ Թրամփի հետ լիակատար համաձայնությամբ Իսրայելը ընդունել է նրա երկկողմ հրադադարի նախաձեռնությունը։ Իսրայելը կարձագանքի առավելագույն վճռականությամբ հրադադարի ցանկացած խախտմանը, նշել է Պաշտոնյան։ Իսրայելի պետական հեռարձակող կանը նշում է, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի մասին, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի եւ Կատարի միջնորդությամբ։ Վարչապետը նախարարներին մանրամասներ է հայտնել հրադադարի պայմանավորվածությունների մասին, որը տևել է գրեթե մինչև ժամը 2-ը, ասվում է Կանի կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Իսրայելի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Թրամփին, Միացյալ Նահանգներին իրենց աջակցության ու իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար։ NBC News-ը նաև հաղորդում է, որ միաժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության թիմը միջնորդների միջոցով ուղերձներ է ուղարկել Իրանին, պահանջելով, որ այն նույնպես ձեռնպա մնա Իսրայելին հարվածելուց ու համաձայնվի հրադադարին։ Մինչ այդ, ըստ հեռուստաալիքի, Թրամփը զանգահարել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին,
խնդրելով նրան ազդել Թեհրանի վրա հրադադարի հասնելու համար։ Ինչպես նշում է NBC News-ը, ԱՄՆ նախագահը կարողացել է համոզել երկու կողմերին էլ արագ հրադադարի անհրաժեշտության մեջ։ Ավելի վաղ իրանական կողմը հաստատել է հրադադարը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Press TV հեռուստաալիքը։ Եվ զուգահեռ իրականության մեջ Հայաստանում ավելի է սրվում իշխանություն ընդդիմություն, իշխանություն եկեղեցի պայքարը։ Նախորդին Հայաստանի վարչապետը հերթական անգամ Facebook-յան գրառմամբ նշել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին պետք է հեռանա վեհարանից։ Ես հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ եմ, խանդաղատանքով վերաբերվում եմ մեր յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր քարի, սրտի տրոփյունով լսում մեր սուրբ պատարագի ելևէջները եւ ուղերձները։ 35 տարի շարունակ ամեն օր Աստծո առաջ ծնկի եմ գալիս եւ աղոթում ժամանակ առ ժամանակ ծոմապահություն, պահեցաղության մեջ եմ լինում եւ ասում եմ, չենք կարող թույլ տալ, որ մեր ազգային բարոյականության էպիկենտրոնի նեխումը շարունակվի։ Սա զատիկ է, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի, յուրաքանչյուր բարեպաշտ հոգեվորական պետք է զատվի որոշ բարձրաստիճան հոգեվորականների պոռնկաբարո եւ ուխտադավ վարքից եւ մայրաթոռում վերահաստատի բարոյական այն հրամայականը, որը սահմանված է հայ առաքելական եկեղեցու կանոնագրքով, այլ ընտրանք չկա։ Կտրիչ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ վեհարանից։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հավատավոր հետևորդներին եւ նրա արժանինքներին հավատարիմ բոլոր հոգեվորականներին հորդորում եմ հստակ ձևակերպել վեհարանն ազատելու Կտրիչ Ներսիսյանին ուղղված իրենց պահանջը եւ դրա մասին բարձրաձայնել վեհարանը վեհի, գրել է վարչապետը։ Այդ ամենին զուգահեռ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է բանտից բաց նամակներ հրապարակել, որոնք իրենց մեջ բացի իշխանության հանդեպ քննադատությունից պարունակում են նաեւ քաղաքական ծրագրային որոշակի դրույթներ եւ իշխանությանը հեռացնելու ակնհայտ ցանկություն։ Այսօրվա հրապարակած նամակում Տաշիր գրուպ ընկերությունների նախագահը նշել է, որ քաղաքացիական պայմանագրի այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ։ Նրանց խորհուրդ է տալիս չդառնալ հայ ազգի նզովյալներ։ Նամակում մասնավորապես ասում է, քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, ազգային ժողովը վերածվեց ձեռնամարտի մի մեծ ռինգի, չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես այնպիսի ուժեղ կին քաղաքական գործիչների հնչեցրած, ինչպիսիք են օրինակ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Ագնես Ախամոյանը, Աննա Մկրտչյանը, Թագուհի Թովմասյանը եւ այլք, փոքրիկ խմբակը, չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ։ Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը։ Քաղաքացիական պայմանագրի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները։ Վստահ եմ, որ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար եւս այս ամենը մեղմ ասած զզվելի եւ տհաճ է։ Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ հայ ազգի նզովյալները։ Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել ես հայ եմ բառերը։ Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու, պայքարելու ենք, նշել է Կարապետյանը։ Զուգահեռաբար Հանրապետության վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԳ բաժնետիրական ընկերությունը պետականացնելու մասին, նշելով, որ պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնեն գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հավելել է վարչապետը։ Այժմ զրուցելու եմ քաղաքագետ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին падգամավոր Միքայել Զոլյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Զոլյան, թեմաները տարբեր էին, բայց մինչև կգանք ներքաղաքական դաշտ Իրանի մասով, հա։ Ես մտածում եմ, որ առաջին հարցը կտամ, թե ըստ ձեզ այդ հրադադարի կենսունակությունը ինչպես է, բայց արդեն հարցը դարձավ ոչ արդի, որովհետև իսրայելական կողմը ասաց, որ Իրանը խախտել է հրադադարը, հրթիռային հարձակում է գործել եւ Իսրայելի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է ցավալի ուժեղ արձագանքի Իրանի։ Հիմա ինչ ունենք այս իրավիճակում։ Դե գիտեք, ընդհանրապես միշտ պատերազմական իրավիճակում շատ ապատեղեկատվություն կա եւ մենք մեր փորձով դա գիտենք, հա, եւ երևի, չգիտեմ, օրեր, ամիսներ պետք է անցնեն, երբ որ մենք հասկանանք, թե իրականում ինչ տեղի ունեցավ, եւ ես կարծում եմ, եւ մեկ այլ խնդիր կա, որ հրադադար, այսպես ասած, բերելը այնքան էլ հեշտ բան չի, հա, ասենք, եթե Դոնալդ Թրամփին թվում է, որ ինքը իր սոցիալական ցանցերում մի երկու հատ բան գրելով այդ հրադադարը կկայանա, ինքը իհարկե սխալվում է եւ ընդհանրապես իրան բնորոշ է այսպեսի, ասենք, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, հա, չի կարելի ասել, որ նա հիմար մարդ է, բայց նա իհարկե պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չի
եւ այսպես ասած շատ հաճախ ինչ-որ սխալներ կատարում, որոնք բնորոշ են ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործին, բայց գուցե հենց դրա համար նրան ընտրել են, որովհետեւ ամերիկացիները հոգնել էին պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներից ու որոշեցին այսպիսի խեղկատակի կերպար ունեցող մարդուն ընտրել։ Դրա համար էլ այսքան էլ այս այն հարցերը, որտեղ այսպես նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջվում, Թրամփի մոտ այնքան էլ չի ստացվում։ Դրա համար ես կարծում եմ, այս հրադադարի խախտումները դրա հետ են կապված։ Եվ իհարկե շատ դժվար է գնահատել, թե սա ուր կտանի, բայց անձամբ իմ, այսպես ասած, կարծիքը եթե հարցնեք սուբյեկտիվ, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ պատերազմի կիզակետը արդեն անցել է եւ գուցե ոչ մի անգամից, բայց Իրանը եւ Իսրայելը կգնան դեպի հրադադար, գուցե կլինեն որոշ հարվածներ, գուցե կլինեն էլի ինչ-որ սրացումներ, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ հետագա պատերազմը ոչ ոքին ձեռնտու չի, որովհետև նախ Ամերիկային ձեռնտու չի, որովհետև ի սկզբանե Թրամփը դա չէր ուզում եւ ըստ էության Իսրայելը նրան ներքաշեց։ Իրանի համար ձեռնտու չի, որովհետև նրանք արդեն շատ լուրջ հարվածներ են ստացել եւ դժվար է տեսնել այնպիսի սցենար, որի պարագայում Իրանը շտկում է իրավիճակը, այսինքն այն կորուստները, որ նրանք կրել են, հետ բերել հնարավոր չի, ըստ էության այն հարվածները, որը ստացավ Իրանի միջուկային ծրագիրը, դա գուցե տարիների ընթացքում կարելի է շտկել, բայց ոչ միայն ու պատերազմի շարունակումը չի օգնելու դրան, եթե պատերազմը շարունակվի, ավելի մեծ հարվածներ կստանան։ Նույնը բանակի ղեկավարությունը ոչնչացված է ըստ էության Իրանի հոպը ոչնչացված է գրեթե, կամ շատ թուլացված է, Իրանի ռազմական պոտենցիալը լուրջ հարվածներ է կրել եւ եթե պատերազմը շարունակվի, նոր հարվածներ է կրելու, այսինքն ես չեմ տեսնում այն սցենարը, որի պարագայում Իրանը կարող է իրավիճակը փոխել իր օգտին։ Իրանը կարող է, այսպես ասած, շահիդի ճանապարհով գնալ, հենց հատկապես շիա ուղղության մեջ իսլամի այդ շահիդի կերպարը շատ կարևոր է, երբ որ դու ինքդ քեզ զոհելով, հանուն ինչ-որ գաղափարների ինքդ քեզ զոհում ես եւ հակառակորդին մեծ վնաս ես հասցնում, այո, Իրանը դա կարող է անել, ասենք նույն Հորմուզի նեղուցը փակելը, լի հարվածել ամերիկյան ռազմաբազաներին, ինքը մեծ վնաս կհասցնի եւ Ամերիկային, եւ Իսրայելին, եւ արաբական երկրներին, բայց ինքը շատ մեծ գին կվճարի, այսինքն ռացիոնալ որոշումը այդտեղ նա է, որպեսզի Իրանի ղեկավարությունը ընդունի իր կորուստները, ընդունի, որ գոնե այս փուլում պարտվել է եւ գոնե վերջ տա այս process-ին, Իսկ Իսրայելը իհարկե ինքը հիմա հաղթում է, բայց այնուամենայնիվ Իսրայելի բնակչությունը պատրաստ չէ երկարատև պատերազմի, իսկ հիմա ճիշտ է կորուստները այնքան էլ մեծ չեն Իսրայելում, բայց ամեն դեպքում մարդկանց մեծ անհարմարություններ են պատճառում, այսինքն ամեն օր մի քանի անգամ գնում են, պատսպարվում են, ճիշտ է Իսրայելում ամեն ինչ այնպես է կազմակերպված, որտեղ մաքսիմալ հեշտ լինի, ասենք մարդիկ բնակարաններում ունեն պես հատուկ տեղ, գրեթե ամեն նոր շենքում կամ տանը, ասենք եթե մասնավոր տուն է, այնտեղ հատուկ տեղ կա, որտեղ երբ որ լինում է ռմբակոծություն, նրանք գնում պատսպարվում են, այսինքն իրենց կենցաղի մեջ մտած է, բայց այնուամենայնիվ այս մասշտաբի ռմբակոծություններ Իսրայելը երբեք չի տեսել, նույնիսկ այն հին պատերազմների ժամանակ հիմնական ռազմական գործողությունները բանակների միջև էին գնում, խաղաղ բնակչությունը այս մասշտաբի անհարմարություններ երբեք չի տեսել, եղել է 1 օր, 2 օր, բայց այսպես որ շաբաթներով, ամիսներով շարունակվի, այդպիսի բան Իսրայելում չի եղել, դրա համար Իսրայելի կառավարությունն է ձգտում ավարտել, առավել եւս որ նրանք իրենց նպատակների մեծ մասին հասել են։ Եթե ինչ-որ նպատակի չեն հասել, ապա դա Իսլամական Հանրապետության տապալումն է, բայց դա էլ այնպիսի նպատակ է, որին հասնելը այնքան էլ հեշտ չի, ու մեծ հարց է պատերազմի շարունակելը կթուլացնի Իսլամական Հանրապետությունը, թե ընդհակառակը Իրանի ժողովուրդը կհամախմբվի։ Եթե այսօր շատ են դժգոհողները, ովքեր ասում են, այդ ձեր պատճառով է սա ինչ եղավ եւ այլն, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել հատկապես խաղաղ բնակչությանը, ուզած-չուզած Իրանի ժողովուրդը կարող է համախմբվել այս վարչակարգի շուրջ։ Իսկ արդյունքները, եթե այդպես կարող ենք ասել, հնարավոր է բերեն Իրանում որակական նոր վարչախմբի ձևավորմանը, թե գործողները ավելի, այսպես ասենք, կոշտ միջոցներով կամրապնդեն իրենց դիրքերը։ Գիտեք, շատ տարբեր սցենարներ են հնարավոր, բայց ամենահավանականը իմ կարծիքով եւ այդ կարծիքը հիմնված է տարբեր փորձագետների կարծիքների վրա, ում ես լսել եմ վերջին օրերին,
Ամենահավանականը նա է, որ Իսլամական Հանրապետության այդ վարչակարգը կպահպանվի, բայց դրա շրջանակներում լուրջ փոփոխություն տեղի կունենա, հա, արդեն իսկ պետք է տեղի ունենա, որովհետև ռազմաքաղաքական ղեկավարության զգալի մասը պարզապես ոչնչացված է։ Այսինքն ուզած-չուզած նոր մարդիկ պետք է գան, հա, Ալի Խամենեին 86 տարեկան է, ունի լուրջ հիվանդություն, այսինքն այսպես թե այնպես նրա հեռանալու հարցը դրված էր, բայց հիմա բացի դրանից, որ նա ուղղակի զուտ տարիքով արդեն դժվարանում է, նաև փաստորեն նրա քաղաքական կուրսը ըստ էության պարտության հանգեցրեց, հա, այսինքն եթե առաջ նա հեռանալու էր որպես այսպես, հա, հաղթող, հա, կամ առնվազն չպարտված, հա, նա հիմա փաստորեն իր քաղաքական այդ կարիերան ավարտվեց լուրջ պարտությամբ։ Այսինքն հաջորդը ով էլ լինի, հավանաբար արդեն ինչ-որ նոր քաղաքականություն է անցկացնելու։ Եվ կարծում եմ, ինչպես մեզ մոտ եղավ 44-օրյա պատերազմից հետո եւ հետագա այդ իրադարձություններից հետո շատ լուրջ վերաիմաստավորում տեղի ունեցավ եւ ներքին քաղաքականության եւ հատկապես արտաքին քաղաքականության, ես կարծում եմ, որ Իրանին էլ նույն բանն է սպասում։ Այդ թվում արտաքին քաղաքականության հետ կապված, որովհետև փաստորեն ստացվեց, որ այս ամենածանր պահին Իրանը դաշնակիցներ չուներ։ Հա, այսինքն Ռուսաստանը, որի հետ նրանք ունեին պայմանագիր, որին նրանք մատակարարել էին 3000-ից ավել այդ շահեդ դրոնները, հա, որոնց շնորհիվ ըստ էության Ռուսաստանը Ուկրաինայում կարողացավ փոխել պատերազմի ընթացքը, հա, երբ որ պարտվում էր, Իրանից ստացավ այդ դրոնները, հետո իրենք սկսեցին իրանական դրոնների օրինակով դրոններ արտադրել, եւ դա Ռուսաստանին օգնեց, որպեսզի կարողանան նորից նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել։ Եթե չլիներ այդ օգնությունը, դեռ հարց է ինչ կլիներ, հա, բայց դրա դիմաց ինչ ստացավ Իրանը Ռուսաստանից։ Այո, ինչ որ տեխնոլոգիաներ ստացավ, երևի, ասենք, ինչ որ ռազմական ոլորտում համագործակցություն եղավ, բայց ոչ ավելին, հա, եւ այսօր, երբ որ Իրանը հայտնվեց այսի վիճակում, ըստ էության Իրանի կողքին ոչ ոք կանգնած չի։ Երևի միակ պետությունը, որը իսկապես շահագրգռված է Իրանի, այսպես ասած, հա, կայունությամբ, երևի Հայաստանն է, որովհետև մնացած բոլորը, ինչքան էլ դատապարտում են Իսրայելի հարձակումը, ասենք արաբական պետությունները, չէ, Պարսից ծոցի, իսլամական, մուսուլմանական պետություններ են, բոլորը դատապարտեցին, բայց ես համոզված եմ հոգու խորքում իրանք այնտեղ շատ ուրախանում էին, հա։ Թուրքիան դատապարտեց Իսրայելը եւ ես կարծում եմ, որ Էրդողանը իրոք Իսրայելին չի սիրում, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում, որ Էրդողանը շատ այսպես ողբերգական ապրումներ ուներ, հա, Իրանում տեղի ունեցողի համար։ Ադրբեջանը դե էլ չասենք, հա։ Պակիստանը ինչ-որ աջակցության մասին խոսեց, բայց էլի ոչ մի իրական քայլ։ Իրանի դաշնակիցները հիմնականում դա այսպես ոչ պետական կազմավորումներ են, հութիների շարժումը, չգիտեմ, Հեզբոլլահ կուսակցությունը, Համաս շարժումը, բայց նրանք էլ ի սկզբանե շատ ավելի թույլ են, հա, նրանց ձայնը շատ ավելի թույլ է եւ նաեւ այս պայքարում էլ հութիներից բացի են մյուսները ըստ էության դե Համասը արդեն ջախջախված է, իսկ Հեզբոլլահը որոշեց չմտնել, որովհետեւ նրանք էլ արդեն լուրջ հարվածներ են ստացել Իսրայելից եւ կարծում եմ, որ Իրանում այս ամեն ինչը բերելու է շատ լուրջ վերաիմաստավորումների եւ այն մարդիկ, ովքեր Իրանը կղեկավարեն այս ամեն ինչը, հետո որոշակի հետեւություններ կանեն։ Իսկ եթե այդ հետեւությունները չարվեն, էլ ավելի վատ բաներ կարող են լինել, որովհետեւ արդեն կարող է դրված լինել ներքին կայունության խնդիր, կարող է դրված լինել երկրի տարածքային ամբողջականության խնդիր, որովհետև գիտենք, որ կան բազմաթիվ էթնիկ փոքրամասնություններ, հա, բնակչության շատ զգալի մասը դժգոհ է եւ տնտեսական վիճակից, եւ այս Իսլամական Հանրապետության այդ կանոններից, հա, ու բարբերաբար ինչ-որ շարժումներ են տեղի ունենում Իրանում, եւ եթե շատ լուրջ փոփոխություններ տեղի ունենան վերևից, հա, ես համոզված եմ, որ ներքևից այդ պահանջը կլինի վաղ թե ուշ։ Հիմա իհարկե որոշ ժամանակ ես կարծում եմ կլինի կոնսոլիդացիա, բայց վաղ թե ուշ այնտեղ փոփոխությունների կարիքը զգացվելու է։ Եվ ես կարծում եմ, որ բացառված չի նաև, որ այս պատերազմի ընթացքում իրանական վերնախավի որոշ այսպես շրջանակներ նրանք կամ աջակցում էին Իսրայելին, կամ առնվազն, այսպես ասած, շահագրգռված էին Իսրայելի հաղթանակով, կամ առնվազն շահագրգռված էին նրանով, որ որոշ մարդիկ ասպարեզից դուրս գան, հա, որոշ Իրանի ղեկավարության մեջ որոշ մարդիկ երբ որ ոչնչացվեցին, դա առնվազն ձեռնտու էր հենց Իրանի վերնախավի այլ հատվածներին։ Ես վստահ եմ դուք էլ կհիշեք, մեր հասարակական քաղաքական դաշտում քիչ չէին եւ գուցե չեն, չգիտեմ, մարդիկ ովքեր ասում էին, որ Հայաստանը պետք է միանա Իրան, Ռուսաստան առանցքի, ինչ որ, չգիտեմ, եթե այդպես առանցք կա, էլի, կամ այլ բառերով ասած ընդհանուր Հայաստանը դառնա Իրանի պրոքսին, հա, այսպես ասած։ Այս իրավիճակում որքան է ակտուալ այդ առանցքը։ Դե գիտեք, սա ընդհանրապես երևի լուրջ հնարավոր չի քննարկել։ Ուղղակի այս ամեն ինչը ինքը ցույց է տալի, թե ինչ վիճակում է մեր
քաղաքական դաշտի մի մասը կամ փորձագիտական դաշտի մի մասը, ովքեր որ օտար երկրների քարոզչական, այսպես ասած, քարոզչական ինչ-որ մեսիջները լուրջ են ընկալում եւ դրա վրա կառուցում են իրենց մտածողությունը։ Ես այստեղ Իրանին նկատի չունեմ, ես նկատի ունեմ Ռուսաստանին, որովհետև Իրանի պարագայում երբեք Իրանից ոչ ոք մեզ չի ասել, որ գիտեք Հայաստան, հիմա մեր հույսը ձեր վրա է, որ դուք պետք է մտնեք այս պատերազմի մեջ։ Ընդհակառակը Իրանին պետք է, որ Հայաստանը մնա կայուն, որովհետև Հայաստանը ըստ միակ կապն է արևմտյան աշխարհի հետ այսօրվա դրությամբ, միակ քրիստոնյա հարևանն է Եվրոպայի հետ որոշակի կապեր ունեցող եւ այլն, եւ բոլորովին Իրանին պետք չի, որ Հայաստանը մտնի այս պատերազմի մեջ եւ Հայաստանի համար լուրջ խնդիրներ ստեղծվեն, դրա համար այս խոսակցությունը Իրանի շահերի հետ որևէ կապ չունի։ Ես կարծում եմ ուղղակի սա իրոք մեր երկրում Կրեմլյան քարոզչությունը շատ ուժեղ է, եւ մենք հաճախ չենք զգում, որտեղ սրա մեջ ապրում ենք, բայց երբ որ օրինակ դուրս ես գալիս Հայաստանից գնում ես Եվրոպա, ոնց որ սկսում ես ավելի ազատ շնչել, զգում ես, որ մի բան, ոնց որ ականջից տակ մի հատ ինչ-որ հարևանը դրելով գործ անում, ու դու արդեն սովորել ես դրան, բայց իրականում դա նորմալ չի, այդ հարևանը, որը դրելով գործ է անում, այդ ռուսական քարոզչությունն է, որը ամենից թունավորում է, եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր դեմ են օրինակ Պուտինին, Կրեմլին եւ այլն, միևնույն է աշխարհի մասին պատկերացումները նրանց հաճախ ձևավորված են այդ Կրեմլյան քարոզչության հետևանքով, որտեղ ուղղակի ուրիշ ինֆորմացիա չեն ստանում։ Նրանց գնահատականը այդ ինֆորմացիայի կարող է տարբերվել, բայց զուտ այն փաստերը, որ իրանց հասնում է կամ այն պատկերացումները, որ իրանց հասնում են, ձևավորված է Կրեմլյան քարոզչության կողմից եւ այս ինչ որ դուք ասում եք, այդ մեջ բերեցիք, ես կարծում եմ դրա հետևանքը։ Քանի որ դուք ասացիք Եվրամիության հետ կապ եւ այլն Հայաստանի կայունություն, Իրանի համար կարեւորություն, Իրանի թուլացումը Հայաստանի համար նոր հնարավորություն է ստեղծում է Եվրամիության հետ ավելի խորանալու։ Դե տեսեք, Իրանի թուլացումը շատ տարբեր արտահայտություններ կարող է ունենալ, եկեք հնարավոր սցենարները քննարկենք։ Այսինքն կա բացասական սցենար, արդեն փաստ է, որ Իրանը գոնե այս փուլում պարտություն է կրել, եւ լուրջ հարվածներ է ստացել, այսինքն Իրանի թուլացումը արդեն փաստ է։ Բայց այդ թուլացումից կարող է գնալ դեպի հետագա թուլացում եւ ընդհուպ մինչեւ Իրանի, ասենք որպես միասնական պետության կազմալուծում, աստված չտա քաղաքացիական պատերազմ եւ այլն, այդ ամենաբացասական սցենարները, սա իհարկե Հայաստանի համար շատ բացասական է։ Բայց կա նաեւ մյուս սցենարը, որ ինչպես մենք, մեր պարտությունից հետո կարողացանք այնուամենայնիվ համախմբվել եւ նորից ոտքի կանգնել եւ վերաիմաստավորել մեր արտաքին քաղաքականությունը, նույն process-ը տեղի կունենա Իրանում, բարձր որ Իրանի ռեսուրսները շատ ավելի մեծ են, ի վերջո 90 միլիոնանոց երկիր է, եւ նույնիսկ թուլացած Իրանը կշարունակի մնալ տարածաշրջանային լուրջ խաղացող։ Եվ գուցե նաև մեզ համար ավելի ձեռնտու կլինի, եթե Իրանը հրաժարվի իր այդ հավակնություններից, որ ինքը ունի, չգիտեմ, Պաղեստինի հարցում, Իսրայելի հարցում, Մերձավոր Արևելքի հարցում եւ կենտրոնանա իր անմիջական շահերի վրա, իր անմիջական հարևանների վրա, այդ թվում օրինակ Հայաստանի վրա եւ Ադրբեջանի վրա, որոնք իրոք եթե մենք նայենք Իրանի, այսպես ասած, ժողովրդի շահերից ելնելով, մի քիչ մինչև հիմա մարդիկ օրինակ եւ Իրանում եւ Իրանից դուրս այդքան չեն հասկանում ինչի է Իրանը այսպես մտել Իսրայելի դեմ պայքարի մեջ, հասկանալի է Պաղեստինում Իսրայելը շատ վատ բաներ է անում, բայց ասենք Իռլանդիան էլ է դատապարտում, Ֆինլանդիան էլ է դատապարտում, արաբական երկրներ են դատապարտում, բայց ոնց որ ամենաշատը Իրանին է պետք է այսօր դա, որ միակ երկիրը, որը պատերազմի մեջ է Իսրայելի հետ, Իրանն է։ Ինչու՞։ Ինչու Իրանի համար ավելի ճիշտ չէր լինի կենտրոնանալ իր սահմանների պաշտպանության վրա, կենտրոնանալ իր քաղաքացիների բարեկեցության վրա, իր տնտեսության զարգացման վրա, որտեղ լուրջ խնդիրներ կան Իրանում ներքին, որոնք գալիս են նաև Իրանի արտաքին քաղաքականությունից, որովհետև այդ դեռ իսլամական հեղափոխության ժամանակից սկսած Իրանը հավակնում էր լինել այսպես իսլամական աշխարհի առաջնորդը, վարել հակաիմպերիալիստական պայքար արևմուտքի դեմ եւ այլն եւ այլն։ Հետո մոտավորապես 90-ական թվականներին եկան չափավոր բարեփոխականները Իրանում, Խաթամին հատկապես, նախագահ Խաթամին, ով մի քիչ հետ հեռացավ այդ գծից, շատ ավելի չափավոր պրագմատիկ քաղաքականություն էր վարում եւ մեզ համար էր դա ձեռնտու, եւ ինչ որ չափով նաեւ այն նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակը, որում մենք օրինակ 90-ական թվականներին էին գտնվում, կապված էր այն հետ, որ Իրանում այդ չափավոր բարեփոխականներն էին իշխանություն։
Բայց հետո էլի ավելի պահպանողականները եկան, ովքեր հույսը դնում էին օրինակ Ռուսաստանի վրա, ովքեր Ամերիկային համարում էին թշնամի, ովքեր ասում էին մենք Իսրայելին պետքա ոչնչացնենք եւ այլն, եւ արդյունքը եղավ դա։ Հիմա եթե Իրանը հրաժարվի այս գծից եւ ավելի պրագմատիկ հարաբերություններ հաստատի Արևմուտքի հետ, Իսրայելի հետ գոնե չշարունակի այդ կոնֆրոնտացիան, ես հասկանում եմ, որ դժվար է պատկերացնել այն հաշտության պայմանագիր օրինակ, բայց գոնե չսրի իրավիճակը, հա, ես կարծում եմ Հայաստանի համար դա ավելի ձեռնտու կլինի, որովհետև միևնույն է, Իրանը մնում է ուժեղ պետություն, Իրանի հետ չեն կարող հաշվի չնստել ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, եւ եթե Իրանը իր ռեսուրսները չվատնի, ասենք Իսրայելի դեմ պայքարելու վրա, ապա մեր տարածաշրջանում Իրանը շատ ավելի ազդեցիկ կարող է դառնալ, հա, եւ Պարտադիր չի, որ այս պարտությունը կհանգեցնի նրան, որ Իրանը ընդհանրապես կդադարի խաղացող լինել մեր տարածաշրջանում։ Կա նաև հակառակ սցենարը, որ Իրանը ավելի կկենտրոնանա, այդ թվում մեր տարածաշրջանի վրա, եւ դա իհարկե մեզ համար շատ ձեռնտու տարբերակ կլինի։ Այսինքն 3+3-ը առաջինը։ Պարտադիր, դե գիտեք, 3+3-ը այդ Ռուսաստանի ոնց որ ստեղծած ձևաչափն է։ Հիմա կարող է լինել օրինակ 2+1, չգիտեմ, Հայաստան, Ադրբեջան, Իրան օրինակ, կամ 2+2, Հայաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա օրինակ, հա։ Միևնույն է, այս բոլոր պարագաներում, հա, Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում կպահպանվի։ Այսինքն միակ սցենարը, որում Իրանի ազդեցությունը կվերանա, դա այն է, եթե պատերազմը հիմա շարունակվի ամիսներով, ու հետո ասենք դա հանգեցնի Իրանում քաղաքացիական պատերազմի, գիտեմ, էթնիկ անջատողական շարժումների, դա իհարկե կլինի ահավոր բան մեր բոլորի համար, եւ աշխարհի համար, եւ իրանցիների համար, բայց նաեւ մեզ համար։ Բայց առայժմ ես այս սցենարը այսպես հավանական չեմ համարում։ Ես կարծում եմ ավելի հավանական է, որ խաղաղություն կհաստատվի եւ Իրանը որոշակի, այսպես ասած, ներքին փոփոխություններից հետո կվերադառնա արդեն ավելի պրագմատիկ, ավելի չափավոր որոշակի ծրագրերով արտաքին քաղաքական, բայց նաեւ ավելի էֆեկտիվ։ Իսկ Ռուսաստանի Բալկանի նվազ դերակատարումը Իսրայել-Իրան այս կոնֆլիկտում, հա, դերակատարում ես նկատի ունեմ հենց ուղիղ մասնակցություն ինչ-որ գործողություն, նաև միջնորդական ինչ-որ եւ այլն։ Եվ հետեւաբար, եթե այդպես է, տարածաշրջանում նրա նվազող ազդեցությունը Հայաստանի համար անվտանգային իմաստով ռիսկեր չի ստեղծում։ Դե գիտեք, հիմա մեծ հարց է Ռուսաստանը Հայաստանի համար դաշնակից է, թե անվտանգային ռիսկ է, հա, եթե մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանը դաշնակիցներ են, իհարկե Ռուսաստանի թուլացումը նշանակում է Հայաստանի համար ռիսկեր են առաջանում։ Միաժամանակ արդյոք Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են իրականում։ Հա, ես կարծում եմ, որ հակառակը այս փուլում Ռուսաստանի ուժեղացումը կարող է ռիսկեր բերել Հայաստանի համար, հա, իհարկե նաեւ մեծ ձեռնտու չի, որ հիմա Ռուսաստանը լրիվ sense մի օրվա մեջ անհայտանա, որովհետև դա կարող է անկայանություն բերել, հա, չափազանց մեծ ազդեցություն կավելանա Թուրքիայի եւ այլն, բայց նաեւ մեզ բոլորին ձեռնտու չէր, որ ասենք Ռուսաստանի ազդեցությունը շատանար, հա, եւ եթե Ռուսաստանը ինչ էր փորձում, հա, ինչ խաղ էր խաղում այս Իրանի հարցում, հա, փորձում էր Պուտինը վաճառել Թրամփին իր միջնորդությունը, այսպես ասած ասում էր, այ ես կօգնեմ քեզ, որ դու Իրանի հարցը լուծես, իսկ դրա փոխարեն դու ինձ դուր գործողությունների ազատություն Ուկրաինայում։ Հիմա դա չստացվեց, ըստ էության այս հարցը լուծվեց կամ լուծվում է առանց Ռուսաստանի, բոլորը տեսան, որ Ռուսաստանը ոչ մի օգնություն ցույց չտվեց Իրանին, հա, բոլորը տեսան, որ արևմտյան աշխարհը իր բոլոր թերություններով, հա, արևմտյան բլոկը ինքը ի վիճակի է շատ լուրջ ռազմական գործողություններ իրականացնել, հա, եւ ինչքան էլ ասենք Թրամփը այս կասկածելի բաներ է գրում կամ չգիտեմ եվրոպացիները վճռական չեն, բայց այնուամենայնիվ Իսրայելի համար այս դժվար պահին, հա, ամերիկյան, բրիտանական, նաեւ այլ ինչ-որ եվրոպական երկրների աջակցությունը այնուամենայնիվ կարևոր էր, առանց դրա երկրի Իսրայելը չէր կարողանա ոչ մի բան անել, հա, այդ իրանական հրթիռները միայն Իսրայելը իր ուժերով չէր կարողանա խփել եւ վերացնել, կամ առավել եւս այս վերջին փուլում արդեն երբ որ այդ Ֆորդոյի միջուկային օբյեկտին հարված հասեց, արդեն ամերիկացիներն էին, այսինքն Ռուսաստանը հիմա մի քիչ ավելի զգուշ կլինի, ուզած-չուզած արևմուտքի հետ հարաբերություններում ավելի զգուշավոր կլինի եւ ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սա մեզ համար Ռուսաստանի մասով սա ավելի շատ դրական է, քան բացասական է։ Կանք ներքին այստեղ իհարկե կարող է վիճելի լինել, որքանով ներքին Սամվել Կարապետյանի կալանավորում։ Ձեզ մոտ կա տպավորություն, որ նա ուզում է դառնալ ընդդիմության առաջնորդ։ Գիտեք, ինձ մոտ կա տպավորություն, որ նա չի ուզում դառնալ ընդդիմության առաջնորդ, բայց նրան ստիպում են դառնալ ընդդիմության առաջնորդ։ Դե եթե կոնկրետ անուն եք ինձնից ուզում, ես կարծում եմ, որ սա Կիրիենկոն է, հա, եթե կոնկրետ խոսենք այն մարդկանց մասին, ովքեր Ռուսաստանում
սա ամենի կազմակերպիչն են, վերջերս, ոչ վերջերս, հա, համեմատաբար վերջերս հայտնի դարձավ, որ հիմա Հայաստանի հարցերով զբաղվում է անձամբ Կիրիենկոն Կրեմլի գլխավոր քաղտեխնոլոգներից մեկն է, հա, եւ ընդհանրապես Պուտինի վարչակարգի գլխավոր ճարտարապետներից մեկն է։ Այս իմաստով շատ հետաքրքիր մի այսպես ճակատամարտ ենք տեսնում երկու շատ ուժեղ քաղաքական գործիչների՝ Կիրիենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի։ Եվ այստեղ ես այնուամենայնիվ ինչքան էլ Կիրիենկոն հզոր քաղտեխնոլոգ է, այնուամենայնիվ կարծում եմ, որ առավելությունը այս պայքարում Նիկոլ Փաշինյանի կողմում է, որովհետև քաղտեխնոլոգիան միշտ պարտվում է իրական քաղաքական գործիչներին։ Քաղտեխնոլոգիան հաղթում է, երբ որ չկա իրական քաղաքական պայքար, չկա իրական քաղաքական տեքստ, հա, երբ որ ասենք երկու օլիգարխ իրար մեջ մրցում են, ով ավելի շատ փող կբաժանի եւ ավելի արդյունավետ կբաժանի, քաղտեխնոլոգները կարող են ապահովել այդ օլիգարխներից մեկի հաղթանակը։ Բայց երբ որ դուք ունեք մի քաղաքական գործիչ, որը արտահայտում է որոշակի քաղաքական շահեր, որոշակի քաղաքական գաղափարներ առաջարկում, քաղաքական տեքստեր է ասում, հա, որի շուրջ համախմբվում է հասարակության ինչ-որ մի մասը, եւ մյուս կողմից ունեք ուղղակի քաղտեխնոլոգիական ինչ-որ օպերացիա, այդ քաղտեխնոլոգիական օպերացիաները սովորաբար պարտվում են, հա, եւ այսօր մենք տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանին ստիպել են գալ Հայաստան, կամ չգիտեմ, խորհուրդ են տվել գալ Հայաստան, ինչ-որ մի պայքար ձեռնարկել, որը ինքը երբեք այսպիսի քաղաքական բաներ հավակնություններ չի ունեցել, նույնիսկ նախորդ նա մինչև հեղափոխությունը, երբ որ նրա ազդեցությունը Հայաստանում շատ ավելի մեծ էր, ինքը ըստ էության նախահեղափոխական այդ հայաստանյան օլիգարխիայի ներկայացուցիչներից մեկն էր, բայց ինքը չէր ձգտում քաղաքական իշխանության, ինքը իր փողը աշխատում էր, վայելում էր, իրան դա ձեռնտու էր։ Հիմա քանի որ այլ մարդ չգտան, որոշեցին հավանաբար նրան գործուղել Հայաստան, ինքն էլ առանց ինչ-որ մեծ խանդավառության եկավ, ստիպված սկսեց այդ ամեն ինչը անել, եւ գուցե նույնիսկ նա ուրախ է, որ հիմա բանտում է հայտնվել, որովհետեւ ինքը կարող է ասել, դե գիտեք, Մոսկվայում կարող է ասել, դե փորձեցի, ինձ ձերբակալեցին, ինչ կարող էի անել, հա։ Ընդ որում հետաքրքիր է նաեւ, որ օրինակ այս երեք քայլում էի Հյուսիսային պողոտայում, այդ գովազդային վահանակների վրա, ասես գրված էր, նրա նկարն էր ու գրված էր ազատություն քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին։ Ես ունենք պատկերացնում եմ, որ Մոսկվայում, երբ որ օրինակ Բերեզովսկուն կամ այդ մյուս օլիգարխներին, հա, այնտեղ Գուսինսկուն, Խադարկովսկուն եւ այլն, երբ որ նրանց ձերբակալում էին կամ ստիպում էին երկրից հեռանալ, որ ասենք Արբատի վրա կամ չգիտեմ Կարմիր հրապարակի վրա լիներ ազատություն քաղբանտարկյալ Միխայիլ Խադարկովսկուն, հա, այս մի քիչ դժվար է պատկերացնել, դրա համար ես կարծում եմ այն խոսակցությունները, որ Սամվել Կարապետյանին ձերբակալելը դա հակաժողովրդավարական քայլ է եւ այլն, իրանք ասենց ասեմ, չգիտեմ, ես որպես կենտրոնից ավելի ձախ հայացքներ ունեցող մարդ, ինձ շատ դժվար է ինչ-որ ապրումակցում ունենալ օլիգարխիայի ներկայացուցիչների նկատմամբ, հատկապես օտար երկրի, հա, գաղութատիրոջ շահերը ներկայացնող օլիգարխիայի, հա, որտեղ այ մարքսիզմի մեջ այսպիսի հասկացություն կար կոմպրադորական բուրժուազիա, հա, կոմպրադոր այդ իսպաներեն բառը վաճառական է նշանակում, կոմպրար բառից, հա, առնել, իսկ կոմպրադորական բուրժուազիան այդ այն բուրժուազիան, որը համագործակցում է գաղութատիրոջ հետ, հա, եւ որին ձեռնտու չի, որ երկիրը անկախանա, հա, ինքը համագործակցում է գաղութատերերի հետ, դրանց հետ է պես ասած իրանց բիզնեսը, եւ երբ որ հակագաղութային անկախական շարժումը առաջանում երկրում, նրանք դեմ են լինում եւ այդ հակագաղութային շարժումները հաճախ ուղղված են լինում նաեւ այդպիսի բուրժուազիայի դեմ, հա, Հայաստանում արդեն ձևավորվել է կամ ձևավորման process-ում է ուրիշ տիպի միջին խավ, հա, ուրիշ տիպի բիզնես էլիտա, որը շատ ավելի պես Հայաստանակենտրոն է, հա, նրա շահերը Հայաստանում են։ Նա կարող է գլոբալ լինել, հա, օրինակ չգիտեմ, մեր IT ներկայացուցիչները հիմա աշխատում են, չգիտեմ, Սիլիկոնային հովտի հետ եւ այլն, բայց նրանք կախված չեն օրինակ Պուտինից, հա, նույնիսկ Թրամփից կախված չեն, հա, նրանց շահերի կենտրոնը Հայաստանում է, նույնիսկ կարող է այդ մարդը Սան Ֆրանցիսկոյում ապրում եւ աշխատում, բայց նա հայաստանյան միջին խավ է, հա, իսկ Սամվել Կարապետյանի տիպի մարդիկ, նրանք այնուամենայնիվ այդ կոմպրադորական բուրժուազիան են, հա, նրանք Ռուսաստանից են կախված, նրանք Ռուսաստանի օրակարգն են առաջ տանում, հա, եւ ես կարծում եմ, որ իհարկե շատ լավ կլիներ, որ այս ամեն ինչը չլիներ, բայց սա օբյեկտիվ գործընթաց է։ Եկեղեցու վերնախավնի հետ էս հակամարտությունը էլի էս ձեր ասացի տրամաբանության մեջ։ Ես կարծում եմ, որ այո, ցավոք սրտի այդ գաղութային տրամաբանությունը ինքը թափանցել է բոլոր հասարակական բոլոր կարևոր ինստիտուտներ տարբեր չափով, հա, բայց եւ պետական համակարգ, եւ անվտանգության համակարգ, եւ զինված ուժեր, ցավոք սրտի, եւ բիզնես,
հա նույն այդ էլեկտրացանցերը, հա ենթակառուցվածքներ, էներգետիկա եւ այլն, եւ թափանցել է նաեւ եկեղեցի։ Ու եկեղեցու պարագայում թերևս դա ամենավտանգավորներից մեկն է, եթե իհարկե մենք լուրջ ենք ընդունում, հա, հոգևոր ոլորտը, եթե մենք ընդունում ենք, որ եկեղեցու ֆունկցիան կարևոր է, իհարկե եթե մենք համարում ենք, որ եկեղեցին դա ինչ-որ ուղղակի, այսպես անլուրջ ինչ-որ մի հատ ինստիտուտ է, որ մարդիկ ուղղակի ինչ-որ դեր են խաղում, ու ոչ ոք Աստծուն չի հավատում, ու ոչ ոք իրենց չի վստահում, այդ դեպքում կարելի է ասել, դե ոչինչ, հիմա ինչ-որ կատարվում է եկեղեցում, թող կատարվի, բայց եկեղեցին ամեն դեպքում, ընդհանրապես հոգևոր ոլորտը իրականում շատ կարևոր է, հա, նույնիսկ եթե ես օրինակ աստվածապաշտ մարդ եմ, բայց ասենք մի կողմ դնենք, նույնիսկ եթե ես լինեի աթեիստ, ես միևնույն ասեի, որ սա կարևոր է, որովհետև դա մարդկանց հոգևոր առողջության, հոգևոր այսպես հավասարակշռության մասին է, հա, այսինքն մարդը գնում է եկեղեցի, չգիտեմ, պաստակսում է պատարագին, աղոթում է եւ այլն, եւ դրանից հետո նա հանգստանում է, ասենք նա իր պես ասած այդ նյարդային ստրեսված վիճակից դուրս է գալիս, կարողանում է շարունակել իր նորմալ կյանքով ապրել եւ այլն։ Այդ ֆունկցիան Հայաստանում եկեղեցին չի կատարում։ Ցավոք սրտի, գուցե ինչ որ առանձին մարդկանց համար կատարում է, բայց մարդկանց մեծ մասի համար չի կատարում։ Եվ միևնույն ժամանակ նաև Հայաստանում մենաշնորհ է ստեղծված, հա, այսինքն հայ առաքելական եկեղեցու այդ ղեկավարները նրանք ասում են մենք ենք, հա, եթե դուք հայ եք, պիտի մեզ մոտ գաք, հա, չնայած ասենք հա հեթանոսություն կամ բողոքական հայեր կան, ասենք կաթոլիկ հայեր, ասեն հայ չեն։ Դե հա, դա ինչ մեր մոտեցումը, հա, եւ վերջում ասենք Տիգրան մեծն էլ հայ չէր, հա, փաստորեն, կամ Արտաշես առաջինը հայ չէին փաստորեն, հա, որտեղ Քրիստոսից առաջ էին նրանք։ Եվ կարծում եմ, այս իմաստով վարչապետի մոտեցումը ինձ այնքան էլ մոտ չի, որտեղ վարչապետը, այսպես ասած, որպես քրիստոնյա է դրա դեմ բողոքում, հա, իր իրավունքն է, հա, բայց ես կարծում եմ, այս հարցի լուծումը իրականում աշխարհիկ պետությունն է։ Հա, եկեղեցու եւ պետության տարանջատումը եւ հոգեվոր ոլորտում բոլոր կրոնական կազմակերպությունների հավասարությունը։ Այսինքն իհարկե էլի մենք բարձր որպես հայ առաքելական եկեղեցու դերը կա, բայց պետք չէ դրա մասին սահմանադրության մեջ գրել, որտեղ երբ որ դու դրա մասին գրում ես սահմանադրության մեջ կամ կրոնական կազմակերպությունների մասին օրենքում, եկեղեցու սպասավորները սկսում են համարել, որ ուրեմն դե վերջ, մենք ինչ ուզենք կարանք անենք, հա, բուրգի վերևում են։ Հա, որ ասենք մնացածներին ուրեմն կարող ենք անվանել աղանդավորներ վռնդել, կամ ասենք ով որ չգիտեմ, ասում է ես հայրաքելական եկեղեցու հետևորդ չեմ, ուրեմն հայ չի, կամ արդեն հասել է նրան քաղաքական հայացքների հիման վրան, ասում են դու կարաս մտնես եկեղեցի, դու չես կարա, հա, եւ դա լավ բանի չի բերում, այդ թվում նաեւ հենց հավատացյալների համար, նույն Իրանի օրինակը ինչ է ցույց տալիս, հա, որ այդ աստվածապետական, հա, թեոկրատիկ համակարգը, բացի նրանից, որ ինքը բերեց քաղաքական վատ հետևանքների, նաև տվյալներ կան սոցիոլոգիական, որ մարդիկ ավելի քիչ են գնում մզկիթ, հա, որ օրինակ աշխարհիկ իսլամական երկրներում մարդիկ ավելի հավատացյալ մուսուլման են, քան Իրանում, որովհետև Իրանում արդեն կրոնը ասոցացվում է քաղաքական որոշակի գործիչների հետ, ում որ չեն սիրում։ Դրա համար դադարում են մզկիթ գնալ, դրա համար դադարում են հավատացյալ լինել, հա, ինչքան մարդ գալիս է Հայաստան, քրիստոնեությունը ընդունում, որպեսզի հետո գնա Ամերիկա, ասենք, վիզա ստանա, հա։ Այդ ամեն ինչը հենց այդ համակարգի հետևանքն է։ Դրա համար ես համարում եմ, որ եկեղեցու եւ պետության տարանջատումը նաեւ եկեղեցու շահերից է բխում։ Ես այսինքն այս ամեն ինչը, եթե ընդհանուր դիտարկում ենք, Ռուսաստան-Հայաստան դիմակայության մեջ ենք նայում, հա, այս բոլոր process-ները։ Ես գիտեք դիմակայություն չէի անվանի, ինչպես կարելի է անվանել, բայց ես ասած ապագաութացման process եմ։ Ահա, ես մի հարցն է, ինչ ենք օրինակ մենք անում, մանավանդ 26-ին ընթառաջ էլի, որ դե պարզ է ավելի է լարվելու իրավիճակը, ինչ ենք մենք անում, օրինակ Սամվել Կարապետյանին կալանավորել է այդ անելիքներից է, որ անում ենք վեհապարին խնդրելը դեռևս վեհարանը ազատել է այդ անելիքներից է, որ մենք անում ենք, թե մի ուրիշ բան պիտի անենք, որը չենք անում։ Դե ես կարծում եմ, որ այս իրադարձությունների մասին դուք հիմա նշեցիք, սրանք ավելի շատ այդ process-ի մի մասն են եւ հետևանք են այդ process-ի, հա, այսինքն ես կարծում եմ, որ բուն խնդիրը իրականում այստեղ օրինակ էլեկտրացանցերի ազգայնացումն է, հա, եւ ես համոզված չեմ, որ դա հետևանք էր Սամվել Կարապետյանի ելույթի, իհարկե կապ կա, բայց ինձ թվում է այնպես թե այնպես սա պետք է արվեր։ Ուղղակի Սամվել Կարապետյանի ելույթը գուցե արագացրեց այդ process-ը կամ հենց Սամվել Կարապետյանը այդ խաղի մեջ մտավ, որովհետեւ գիտեր, որ դա տեղի է ունենալու, հա։ Բայց այդ նույն ձևով պետք է օրինակ երկաթուղիների հարցը լուծվի, որտեղ ահավոր է, ասենք Հայաստանում, ես շատ երկրներում եմ եղել, երևի ոչ մի երկրում ավելի վատ վիճակ չկա երկաթուղիների առումով, ինչքան Հայաստանում։ Երևանի երկաթուղային կայարանը, որը շատ գեղեցիկ է, բայց այնտեղ ավելի քիչ
գնացքներ կան, քան Բելգիայի, ասենք, որևէ գյուղում։ Ես բառացիորեն, ես վերջերս Բելգիայի ուրեմն մի փոքր քաղաքում եմ, որը 35000 բնակչություն ունի, այդտեղի երկաթուղային կայարանում ավելի շատ գնացքեր գնում գալիս, քան Երևանում, հա, որը աբսուրդ է։ Իսկ ես էլ չեմ ասում, ասենք Բրյուսելը 3 հատ մեծ կայարան ունի, ու չգիտեմ, տասնյակ փոքր կայարաններ, ու ամեն րոպե, ասենք, գնացքներ են գնում, ու ասենք այդ երկրի ցանկացած վայր դուք կարող եք գնացքով հասնել, հա, հիմա պարզ է, մեզ 100-ամյակներ է պետք որ մենք այդտեղ հասնենք, բայց այն վիճակը, որը մեզ մոտ կա երկաթուղիներում, որը տասնամյակներով չի փոխվում, հա, ուղղակի աբսուրդ է։ Եվ սա ուղղակի մի օրինակ է, հա, ես մյուս ոլորտները ուղղակի գուցե այդքան ակնհայտ չեն, հա, որովհետև երկաթուղին ավելի ակնհայտ է, հա, բայց գուցե այնտեղ մի ավելի մեծ ներդրումներ են պահանջվում երկաթուղու պարագայում, բայց գոնե որ փոփոխություն մենք տասնամյակներով չենք տեսնում, դա ակնհայտ է։ Ու նույն բանը մնացած ոլորտներում է կատարում։ Նույնիսկ եթե մենք մի կողմ դնենք այդ գաղութացման պահը, հա, գոնե գաղութարարեք, գոնե էֆեկտիվ գաղութարար եղեք, հա, ինչպես բրիտանացիներն էին Հնդկաստանում, գոնե բրիտանացիները Հնդկաստանում երկաթուղիներ կառուցեցին, հա։ Դուք ինչ եք անում, հա, եւ դրա համար այս հարցը բարձրանալու է։ Իհարկե պետք է շատ զգուշ դա անել, որովհետեւ այս իմաստով հա շատ են ասում, այ ինչի մինչև հիմա չեն արել, ինչի մինչև հիմա չեն արել, դե որովհետև կան հնարավոր, այսպես ասած, բացասական սցենարներ, կոպիտ ասած, գազը կարող է անջատեն, հա, բայց դրա համար ես կարծում եմ քայլ առ քայլ է այս ամեն ինչը արվում, բայց այս վերջի շրջանում ես տեսնում եմ որոշակի ակտիվացում, հա, այսինքն ենթադրում եմ, որ սա կապված է նրա հետ, որ որոշակի, այսպես ավելի որոշակի վստահություն ունի մեր կառավարությունը այս հարցում, որովհետև որոշակի աջակցություն ունի արևմուտքից։ Ինչպես է աջակցություն։ Դե եւ ԱՄՆ-ի հետ հա եղավ է ստրատեգիական մեր ոնց է գործընկերության մասին, հա, պայմանավորվածությունը եւ Եվրամիության հետ շատ process-ներ են գնում։ Իհարկե դրանք բավարար չեն, այսպես որ մենք ասենք վերջ մեր բոլոր հարցերը լուծվեցին, բայց առնվազն մենք հիմա մենակ չենք, հա, այսինքն մի երկու տարի առաջ մենք գրեթե լրիվ մենակ էինք։ Հիմա կա Եվրոպան, կա Ամերիկան, իհարկե իրենց հետ կան որոշակի։ Այնքան խորը չի այդ համագործակցությունը, ինչքան մենք կուզեինք, բայց կա Հնդկաստանը, կա որոշակի process-ներ մեր հարևանների հետ, հա, հատկապես Թուրքիայի հետ մենք տեսանք, որ Փաշինյանը գնաց Ստամբուլ, հա, իհարկե ինչ-որ մեծ այդպես դրանից չի կարելի ասել, որ վերջ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեցին, բայց ամեն դեպքում դա որոշակի միտում է ցույց տալիս, հա, որ գոնե այս կողմից մենք այս բանին հարված չենք սպասում, հա, եւ դա մեզ որոշակի ազատություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իհարկե Ադրբեջանի խնդիրն է մնում, եւ այստեղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը շատ հաճախ գործում են համակարգված, բայց այստեղ էլ վերջի շրջանում Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները որոշ չափով փչացել են, հա, ինչպես գիտեք, տարբեր պատճառներով, եւ այսօր մեզ մի քիչ ավելի ազատություն է տալիս, որոշակի դիվանագիտական խաղի հնարավորություններ է տալիս։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Զոլյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։